Փառք Տիրոջը, շնորհակալ ենք Տիրոջը այսօրվա համար, այս Կիրակի տերունական օրհնյալ օրվա համար, որ Տերը մեզի բերել է այստեղ։ Ես կարճ երկու տեղ եմ ընդամենը կարդալու, ու մենք այսօր գալու ենք այս տերունական պաշտամունքը, հայր մեր երկով սկսելու ենք պաշտամունքը, սիրներ։ Ուղղակի խոսքի միտքը սա է, աշխարհի ամենամեծ հրաշքը։ Որն է աշխարհի ամենամեծ հրաշքը մարդու կյանքում։ Հա? Ծնունդը։ Չէ, ասենք նայ, մեկը գրիպից բժշկվեց։ Մեկը ես իմ թևը կարճ էր, կտրված էր, թևը ավելացավ։ Ես իմ ինչ եղավ, աշխարհում շատ տարբեր տեսակի հրաշքներ կան, որ մարդը ասես լսում է այդ հրաշքները, լսում է, ասում է իրոք Տերը մեծ գործեր է անում իր կյանքում, բայց մարդիկ անգամ իրանց աշկերով այդ հրաշքը իրանց վրա կատարվելով շրջվում են մեջքով դեպի Քրիստոս եւ թողնում են ու գնում են։ Ես շատ տես մարդիկ եմ տեսել, բայց ես ուզում եմ կարդամ աշխարհի մի հատ մեծ հրաշք, որ մարդու հետ կատարվում է, մարդը մնում է Տիրոջ հետ ոչ թե ժամանակավորես կյանքում, հապա հավիտյանս հավիտենից սպասում անգամ Քրիստոսի գալստյանը, ու որ իր հետ Տիրոջ հետ պետքա հավիտյանս հավիտենից թագավորության մեջ մտնի։ Ես կարդում եմ այդ համար սեներ, սա գրված է Եփեսացիս 5-րդ գլուխ 14 խոսք։ Հիմա նայեք ինչ ասում այդ խոսքը։ Անոր համար կսե. արթնացիր, դու որ կքնանաս։ Էս ում ասում, ինձ ասում։ Ով ուզում է թող ասի, այս խոսքը ինձ ասում, Տեր այսօր իմ հետ է խոսում, ես ասում եմ Տեր, այսօր դու իմ հետ ես խոսում, արթնացիր դու որ կքնանաս, ես ինչ եմ, քնած եմ, բայց որտեղ եմ քնած, հիմա շեշտը դնում է, թե ես որտեղ եմ քնած, և ասում է հաջորդ շարունակություն ես ձև ասում, և կանգնիր մեռելներից, երկու վիճակ կա, մեկը արթնանալը, մյուսը կանգնել մեռելներից։ Ես քնած եմ, բայց մեռելների մեջ եմ քնած, քույրս ու եղբայրս։ Հիմա Տերը չի ուզում, որ ես քնած մնամ։ Տերը ուզում է, որ ես արթուն լինեմ։ Տերը ուզում է, որ ես արթնանամ։ Այս հրաշքը պիտի կատարվի ինձ հետ, ու ես պետքա արթնանամ անպայման, քույր եղբայրներ ջան։ Եվ երբ որ արթնանամ, հաջորդ քայլս ինչ է, կանգնեմ մեռելներից։ Աշխարհը մարդիկ մեռած են։ Մարդիկ մեռած են, բանտում, երբ որ ես քարոզում էի, ավետարան էի քարոզում, ժողովուրդ էին հավաքվել և ժողովրդին հետաքրքիր բան ասեցի, իրանք սկզբից ճիշտ չհասկացան, հետո ես իրանք սկսեցի բացատրելը, ասի հիմա նայեք, մենք գտնվում ենք բանտում, ասեցին այո, ասի բայց, հիմա կոնկրետ մենք, ովքեր որ հիմա ստեղ հավաքված ենք, իրականում մենք բանտում չենք, մենք ազատ ենք, բայց ազատության մեջ մարդիկ իրանք ազատ են, բայց իրանք Աստծո խոսքը չեն լսել, իրանք գտնվում են սատանայի բանտում։ Միտք առնում եք, թե ինչ եմ ասում, քույր եղբայրներ։ Հիմա մենք ազատ ենք, մենք բանտում ենք գտնվում, ռեշոտկեքի հետևն ենք գտնվում, բայց մենք ազատ ենք, որտեղ Քրիստոս ընդունել ենք մեր սրտերի մեջ, և բոլորը ուրախացան, անգամ հետաքրքիր ասում է, այ ախպեր ասում է, որ հիմա խոսում ես այս նեղության մեջ, մեր մեջ ուրախություն է գալիս։ Այս ուրախությունն է, որ մենք ազատ ենք, բայց մարդիկ կան ազատության մեջ են, այդ ուրախությունը չունեն, ինչի համար, որովհետև սատանայի բանտում են գտնվում։ Հիմա որ բանտում է, լավ գտնվեմ, ավելի լավ է ես գտնվեմ ռեշոտկեքի մեջ, բայց Քրիստոսով ես ազատ լինեմ, ամեն։ Ես շարունակություն ես ձև ասում, կանգնիր մեռելներեն և արթնացիր դու որ կքնանաս, հաջորդ քայլը կանգնիր մեռելներեն և Քրիստոս քեզի լույս պիտի տա, օրհնյալ լինի Տիրոջ անունը, և երրորդ կետը Քրիստոս ինձ պետքա լուսավորվի։ Այսօր մենք Քրիստոսով լուսավորված մարդիկ ենք, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ես քայլում եմ, Քրիստոսի լույսով եմ քայլում։ Ինչ էր որ ինձ հետ լինի, ես Քրիստոսի լույսով եմ քայլում, քույր եղբայրներ, որովհետև Տերը ինձ արթնացրեց, ես քնած էի։ 20 տարի քնած եմ եղել։ 20 տարի ես քնած եմ եղել, քույր եղբայրներ ջան, կարող է գնացել եմ մոմս վառել եմ, հերթական պատարագի մասնակցել եմ, ամեն ինչ արել եմ, ես էլ բոլոր հայ քրիստոնյան, ես հիշում եմ բանակում, ես Ուկրաինայի ծառայում, ուրեմն
եկան ինձ ասեցին ռուս մի հատ ռուս տղա եկավ ասեց դու կաթոլիկ եք թե պրավասլավնի ուղղափառ ես մտածեցի ճիշտ ասած ոչ մի բան չգիտեի ասեցի հələ մի րոպե կգնամ մի հատ հարցնեմ այնտեղ մի հատ լեննականցի տղա կար ասեցի լսի ասի մենք կաթոլիկ ենք թե ուղղափառ թե ինչ ենք մենք ես բայց 20 տարի գնացել եմ իմ մոմս վառել եմ ամեն ինչ արել եմ ասեց մտածեց ասեց այ ախպեր քրիստոնյա ենք ես շատ իմանամ ինչ ենք գնացի ես էլ իրան ասեցի այ ախպեր մենք քրիստոնյա ենք գիտեմ որ ես քրիստոնյա եմ բայց թե ինչ ենք ես չգիտեմ ամեն ինչ արել եմ այդ ադատները արել եմ բայց ոչ մի բան չեմ հասկացել որտեղ միտքս խավար ա եղել երբ որ Քրիստոս լուսավորեց ես հասկացա ոչ առաքելական եմ ոչ կաթոլիկ եմ ոչ ուղղափառ եմ ոչ մի բան եմ ես Քրիստոսի որդի եմ օրհնյալ լինի Տիրոջ անունը ու ես այդ ժամանակ ուրախացա որ ես Քրիստոսի զավակ եմ որ Տեր Հիսուս Քրիստոս գալու է իմ հետևից աշխարհի ամենամեծ հրաշքն է քույր եղբայրներ ջան ես մի հատ բան եմ ուզում վկայություն ասեմ որ մարդը հրաշքով մարդիկ ասում են այս հրաշքը տեսնի անպայման կապաշխարի դրանք սուտ բաներ են ես ընես մարդիկ եմ տեսել անգամ հիվանդ է եղել ինքը գնացել են եղբայրները աղոթք են արել հելել է ոտի ու գնացել է նորից աշխարհ էդի չի ապաշխարում մենք մի հատ քույրիկ ունենք մի օր եկավ մեր տուն ասեց եղբայր ջան ասեց ամուսինս ինձ ուզում է տնից հանի ասի ոնց ամուսինդ քեզ հանում է տնից ասեց հա 3 հատ աղջիկ ունեմ երրորդը որ հիմա պետք է այս երեխան ծնվի ասեց եթե տղա չծնվի տնից դուրս ես գալիս այ քեզ բան ասեց հիմա ինչ անեմ ոչ պաշտամունքի հա թողելու գնամ ոչ մի բան ու անկախ ինձանից տենց ասի իս եթե տղա ծնվի ասեց եթե տղա ծնվի բայց ստուգել ենք արդեն հիմա գիտեք հիմա սա կատարյալ ստուգում են ասեց բայց ստուգել ենք աղջիկա բայց եթե ասելա տղա ծնվի 3 աղջիկ երկիս վերցնելու եմ ու ես էլ գամ պաշտամունքի ասի արի աղոթք ենք անում ու երբ որ ծունկի իջանք աղոթք ենք անում ու անկախ ինձանից աղոթքը էցեվա ասում Տեր Աստված դու ես սեր որոշողը էլի դու ես այդ բանը որոշողը տղա կլինի թե աղջիկ կլինի ամեն բան քո ձեռքերի մեջ է դու կարաս փոխես բան Այդձև աղոթք եմ անում, բայց ուզում եմ իմ աղոթքս կանգնացնեմ ես, ասում, այս մտքիս մեջ ասում, էսի չեմ աղոթք անում, բայց քույրիկը կասի, էդի չէ իր աղոթք անում, հետո աղջիկ ծնվավ, ու նամանան ստուգել են, ամեն ինչ ստուգել են, ու այդ աղոթքը անդադ ուզում եմ կանգնացնեմ, բայց անկախ ինձանից այդ աղոթքը գնում է, աղոթքը գնաց, վերջացրեցինք աղոթքը, քույրիկը սենց ուրախացավ, ասեց հիմա տղա է լինելու, ես ասում, չեմ ասում տղա է լինելու, ես ասում, մենք աղոթք ենք անում, թող Տերը ողորմություն անի, Տերը այս հարցի լուծումը կլուծի, բայց ես չգիտեմ, բայց քո ամուսնուն ասա, որ ինքը պատրաստ է ընդունելու, ասում է, հա, ինքը ասել է, ես աղջիկ երկից վերցնելու եմ գամ պաշտամունքի Ուրեմն ծնունդը եղավ, անկեղծ ասած, ուրեմն տղա ծնվեց։ Երբ որ տղա ծնվեց, ես մտածեցի վերջ ուրեմն, ինքը հաստատ պիտի գա պաշտամունքի։ Ուրեմն ոչ ամուսինը եկավ պաշտամունքի, ինչ որ ժամանակ հետո այդ քույրիկը ինքն էլ գնաց աշխարհ։ Քույր եղբայրներ, այսինքն մարդու կյանքում, երբ որ հրաշք է լինում, այդ հրաշքը չի որ քեզ պետքա բերի Քրիստոսին։ Մեկը թող չասի, որ մարդ ասում է, չէ, հենց ավտո ունենամ, ես ավտոյով հանգիստ կգամ պաշտամունքի, չէ, սուտ բան է դա։ Հենց տուն ունենամ, տան խնդիրս լուծվեց, ես կգամ պաշտամունքի։ Հենց աշխատանքից հարցը լուծվեց, ես կգամ պաշտամունքի։ Դրանք սա սուտ բաներ են, քույր եղբայրներ։ Տիրոջ առաջ այս ամբյոնից ասում եմ, դրանք սա սուտ բաներ են։ Մարդ կարա ոտով էլ գա պաշտամունքի, կարա տուն չունենա գա պաշտամունքի, կարա աշխատանք չունենա գա պաշտամունքի։ Եթե իր սիրտը Տիրոջն է նվիրված, ինքը կգա անպայման պաշտամունքի։ Եվ ասում է Քրիստոս քեզի լույս կտա։ Եվ երկրորդ համարը կարդամ եւ աղոթքով գանք Տիրոջ առաջ ցերներ։ Մատթեոս 4:16 խոսքը։ Խավարի մեջ նստած ժողովուրդը։ Մենք այդ խավարի մեջ ենք, թե չէ,
մենք խավարի մեջ նստած ժողովուրդ ենք եղել։ Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Եվ լույս ծագեցավ անոնց, որոնք մահվան երկրին ու շուքին մեջ կնստեին։ Մենք որտեղ ենք նստած, մահվան երկրին ու շուքի մեջ, մահվան վախի մեջ նստած ենք, խավարի մեջ ենք, բայց Քրիստոս լուսավորեց մեզի, քույրեր եղբայրներ, եւ մենք ճանաչելով Քրիստոսին, մեր սրտերը բացեցինք Տիրոջ առաջ։ Շատերը ասում են, այ մարդ, այս հավատացյալները խեր այսքան ուրախ, որովհետև հավատացյալները Քրիստոս ունեն, դրա համար ուրախ են, քույրեր եղբայրներ, նեղության մեջ էլի ուրախ են, դժվարության մեջ ուրախ են, մենք Հայաստանում մեծև ենք ասում, այն 90-ական թվերին, գազ չկար, լույս չկար, հիշում եք, ոչ մի բան չկար, մենք տներում էինք հավաքում, փոքր տներ էր, սեյնակներում, մենք սենց աթոռներ չէ, գետին ենք նստում, բայց ուրախ էինք, փառաբանում էինք Տիրոջը, երբ որ տեղից դուրս էին գալիս, այդ հարևանները, շենքի հարևանները հավաքվում էին, ասում էին, այ մարդ, այս հավատացյալները, այս լույս չեղած վաղտը էլի ուրախ են, գազ չկա, էլի ուրախ են, այո, մենք ուրախ ենք, յո երթասը ով է, չգիտեմ, կարդացել, ովքեր որ գիրքը ավելի լավ է ասում, բայց ֆիլմն էլ կա, ասում է, այ մարդ, այս հավատացյալները, անգամ այդ խաչված վիճակում, իրանք էլի ուրախ են, խաչի վրա վարվում էին, իրանք ուրախ էին, և հարց է տալի ներուն, ասում է, հիմա իրանք ինչի են ուրախ, ասում է, որովհետև իրանք իրանց հարությունն են տեսնում, օրհնյալ լինի Տիրոջ անունը, մենք այդ Աստված ունենք, քույրեր եղբայրներ, ամեն բան կարան ձեռիցդ առնեն, բայց քո ուրախությունը Քրիստոսով ոչ մեկ չի կարա քո ձեռից առնել, ամեն, եկեք սրտներս բացենք Տիրոջ առաջ, տերունական օրա, Տիրոջը պաշտելու օրա այսօր, սիրտներս բացենք, ասենք, Տեր Աստված, ահա մենք եկել ենք, մենք մեղավորներս խավարի մեջ նստած ենք, դու մեզ եսի՞չ ողորմություն արեցիր, հրաշք արեցիր, մեր աչքերը լուսավորեցիր,